մի մասին գցնում է Ալիևին ու Էրդողանին, այն Պուտինին էլ sense ինչ որ անհասկանալի է, գցնանք խառը հոխորտալից ինչ որ բաներ է ասում, էլի էս ամբողջի մեջ հասկանալի չի իր բանը։ Այս ամբողջի մեջ միակ բանը, որ պարզ է դառնում, հետևողականությունը նա է, որ իրան կառավարում են։ Իրեն կառավարում են, որտեվ տեսեք, ես ծաղկի օրինակն եմ բերում։ Հիմա անցյալ տարիներին մենք գիտենք, Ադրբեջանում ինտենսիվ կառուցվում էին ջերմոցներ հենց ծաղկի ոլորտում։ Ալիևը շատ խելոք աշխատում։ Այսինքն ինքը ուսումնասիրում է, որոնք են Հայաստանի արտահանման հիմնական ապրանքները, ստեղծում է դրանց զուգահեռ իր արտադրությունը, օրինակ ծաղիկի, հիմա այս քայլով, քանի որ հայկական ծաղիկները դուրս են ներկվելու ռուսական շուկայից, ինքն Ալիևն է մտնելու ռուսական շուկայից ծաղիկներով, այդ 100 միլիոն ծաղիկի փոխարեն 200 միլիոն եւ ավելի էժան մտնելու է, եւ եթե վաղը հարաբերությունները Ռուսաստանի հետ վերականգնվեն Պուտինից ու Նիկոլից հետո, մենք այդ շուկան էլ չենք կարող վերցնենք մեր ցերը, ծաղկի շուկան, որտեվ ամբողջ բանջարենեղը մրգայինի շուկան արդեն իրանց ցերն էր։ Միակ շուկան, որ հայերի ձեռն էր, ծաղկի շուկան էր, բայերին չէին ծաղիկ աճեցնում, որտեվ ադրբեջանցիք ուրիշ բանի չէին թողում մտնել ուրիշ տեղ, իրանց ձեռն էր։ Հիմա այդ սիրուն այդ ծաղկի շուկան էլ մեջտեղից կհանեն։ Ու ես էլի չեմ բացառում, որ սա Ռուսաստանի որոշ շրջանակների, հիշեցնեմ, որ ծաղիկը առաջի հոդվածներից մեկն էր, որը արգելափակվեց։ Ալիևի եւ Նիկոլ Փաշինյանի համատեղ, ինչպես Շայգուն են ասում, համատեղ օպերացիա է։ Բանանանելու հազարավոր մարդկանց սրընկացնելու այդ ամբողջ ոլորտը ջախջախելու, ես մենակ մի ոլորտի մասին եմ խոսում, այսպես գրեթե բոլոր ոլորտներն մենք տեսնում ենք այս ամբողջը։ Իսկ բանի ժամանակ, եթե իսկապես արևմուտքա ուզում տանել, կրկնում եմ, դա այդ ամբողջը նախապես պետք էր փաստաթղթավորել, միջպետական հենք է պետք, ոչ մի մասնավոր անձ առանց միջպետական շրջանակային փաստաթղթերի չի կարող այդ բանը իրականացնել։ Եթե ուրիշ բան չասեմ, մեր բեռնատարների մեծ մասը չի համապատասխանում եվրոպական ստանդարտներին իր հնության պատճառով, մի սխնի վրա ծանրության պատճառով, միլիոն տեսակ պահանջներ կա, էլ չեմ ասում վիզաների պատճառով։ 12,000 բեռնատար կա Հայաստանում, որ Ռուսաստան ապրանք է տանում բերում։ Հիմա այդ 12,000-ի, ասենք 5,000 վարորդի վիզաները ո՞նց են Եվրոմիություն վերցնելու, ով է տալու, եթե այդ հարցը դու չես կարգավորել նախապես։ Այ օրինակի համար ենթադրենք ես պայմանավորվել եմ, գնում եմ գյուղացիներից 1000 տոննա ծիրան եմ վերցնում, տանում եմ, ինձանց էլ առնող կա, Ֆրանսիա ծախելու։ Ինչով եմ տանելու։ Եթե այդ վիզաների հարցը լուծված չի վարորդների։ Դե էս ամբողջ հարցը։ Գիտեք, ինձ միշտ մի բանի օրինակ ալ, ասում եմ մարդիկ, ովքեր որոշում ընդունեցին ցելոֆանե տոպրակները թղթի տոպրակներով փոխարինելու դեռ 23-ի հունվարի 1-ից պիտի փոխարինված լիներ, բայց դա չկարողացան անել, ավելին դա բերեց նրան, որ անվճար ցելոֆանի տոպրակը դառավ վճարովի, այս էլ իրանք նույն ձևի կառավարում են ամեն ասպարեզով, մի բան հայտարարում են, բայց արդյունքը ավելի վատ է լինում, քան նախկին վիճակը, այսօր էլ էտա, իբր թե ասում են մենք ուզում ենք Ռուսաստանից տնտեսապես մենք անկախանանք, որտեղ անկախության հիմքը տնտեսական անկախությունն է, չէ՞, 2.5 անգամ շատացել է մեր կախվածությունը տնտեսական Ռուսաստանից, այսինքն դիվերսիֆիկացիա կոչեցալ արտահանման ավելի կրճատվել է, 2000-ականների սկզբին մեր արտահանման առաջին ուղղությունը Եվրոմիությունն էր, Եվրոմիության երկրներն էին, այսօր Ռուսաստանն է, 2.5 անգամ ավելացել է, բա ոնց եղավ, նախկինները ռուսամետ էին, բայց ասենք նույն նատոյի հետ ավելի մեծ շրջանակով հարաբերություններ ունեին, օրինակ դասընթացներ, փոխանակում, բանել չեմ խոսում տնտեսականը, քան հիմա, բայց Նիկոլ Փաշինյանը մի մեծ առավելություն ունի, ինքը որպես դեղին մամուլի խմբագիր,
ինքը շատ լավ է ճանաչում ժողովրդին, սովորական ժողովրդին, որ գիտես ժողովուրդը Պապյանը թվեր է դնում, որ տեսեք, որ թվին, որ երկրի հետ է մեր առևտուրն ինչքան նեղ է։ Ո՞վ է նայելու։ 3000, 4000, 5000 հոգի։ Այն 700,000 հոգին, որ ինքը ասում է մուկտին քվեարկել են, ու հաշվենք դրա կեսն են քվեարկել, կեսը Սարգովի է։ Այդ 300,000-ը չեն նայելու։ Այդ 300,000-ը լսել են Նիկոլին, որ ասում է լավ է լինելու, խաղաղություն է լինելու, 10,000 էլ ավելացրել եմ, բժշկությունն էլ անվճար է։ Դե հիմա թող գնան հիմա բուժվեն, փորձել են։ Ես օրինակ գնացի ուզում եի արյան անալիստա, մինչև էտել էի պարբերաբար, շատ ավելի վատ է։ Ես էլի վճարով եմ տալի, եւ պատրաստ էի վճարելու, բայց դա մի ահավոր բան է։ Այսինքն որտեվ այդ ծանրաբեռնվածությունը հաշվարկված չեն այդ կենտրոնները բժշկական, դա մի բանով չի, թղթի որոշումով չի։ Եվ հիմա տեսնենք, հիմա աստիճանաբար կրճատվում է նաև այդ։ Եվ ես վստահորեն կարամ ասեմ, մի քանի ամիս հետո վերադառնալ են նախկին վիճակ, ընտրություններն ավարտվեց, փոք չկա, թեման փակ է։